Օր առաջ կալանավորվեց Ծախորյանցի մի կին, վարչապետի հասցեին արված նամակագրության համար, որն է ձեր գնահատականը, համաձայն եք, որ նման դեպքերը շատ ավելի արագ են արձագանք ստանում իրավապահների կողմից։ Նախ հանգամանքը, որ խնդիրը միանգամից իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել, հատկապես որ դա մասնավոր զրույցի շրջանակներում է տեղի ունեցել, բավականին մտահոգիչ է եւ մյուս խնդիրը իհարկե վախի մթնոլորտն է, որ մարդիկ ընդհանրապես նույնիսկ ներքին խոսակցության գրագրության շրջանակներում չշոշափեն որևէ թեմա, որը կարող է առաջացնել իրավապահների ուշադրությունը։ Նաև շատ դեպքերում լինում են հանրային իսկական կոչեր, որոնք կարծես թե հնչում են նույնիսկ խորհրդարանում, ֆիզիկական հաշվեհատար տեսնելու, բարյանքների տեսքով, սպառնալիքների տեսքով, բայց իրավապահները մնում են անհաղորդ ոչ միայն, այլև որևէ ընթացք չի տրվում նմանատիպ հանրային կոչերին և դեպքերին։ Նաև այստեղ խնդրահարույց է նախաքննության ընթացքում կալանք կիրառելու հարցը, որովհետև անձի ազատությունից զրկելը դա մարդու իրավունքների նկատմամբ բավական լուրջ խնդիր է, եւ եթե նմանատիպ դեպքերում կալանավորում են անձին, կարծում եմ բացարձակապես չունի իր մեջ որոշակի հիմնավորում։ Անդրադառնալով դեպքին, Արդարադատության նախարար Սրփուի Գալյանն ասաց. եթե դա կոչենք քննադատություն, ինչպիսին է եղել դրա բովանդակությունը, եթե խոսքն ատելության խոսքի, խտրական խոսքի մասին է, որը պատժելի է քրեորեն, իրավաչափ է ցանկացած ներգործության միջոց, որը տեղավորվում է օրենքի ու իրավունքի շրջանակում։ Եթե այդ խոսքը պարունակում է ատելության հատկանիշներ, վիրավորական արտահայտություններ, որոնք հատում են քրեորեն հետապնդելի առարկ համարվելու շեմը, այո, իրավաչափ է քրեական հետապնդման ցանկացած գործողություն։ Ինչպես կմեկնաբանեք նախարարի այս հայտարարությունը։ Նախ ատելության խոսքը քրեականացված չէ, ապա քրեականացված է բռնության հանրային կոչերը, հնչեցնելը եւ համացանցի օգտագործման գտավները, իհարկե քրեականացված, որտեղ դա կարող է հետևանքներ առաջացնել, բայց նաեւ այստեղ համաչափության սկզբունքը ցանկացած օրենք կարող է գործել նաեւ այն պարագայում, երբ սկզբունքը համաչափությունն է։ Երբ մեկ դեպքում օրինակ խորհրդարանում հնչեցրած ակնհայտ սպառնալիքների եւ ֆիզիկական հաշվեհատար տեսնելու արտահայտությունները որևէ իրավական հետևանք չեն ստանում, իսկ մյուս դեպքում օրինակ մասնավոր զրույցում հնչեցված թեկուզ եւ ինձ համար անընդունելի, բայց քրեական տեսադաշտում հայտնվելու համար անտեղին արտահայտություններ ստանում են այսպիսի հետևանքներ, կարծում եմ, որ մենք գործ ունենք օրենքի անհամաչափ կիրառման հետ եւ միևնույն ժամանակ հանրայնորեն չեն հնչել այդ արտահայտությունները այլ մասնավոր երկխոսության մեջ։ Ամեն դեպքում ես կողմ եմ, որ պիտի հասարակությունը չափավոր լինի, ատելության խոսք չընտրի եւ իր կոմունիկացիան իրականացնի ավելի պատշաճ մակարդակում, բայց դա դարձնել քրեական գործի հիմք եւ վարույթ իրականացնել, այն էլ կալանք կիրառելու պարագայում իհարկե իրավաչափ չէ։